Սատուրացիա որոշենք։ Պլանավորում եմ դուրս գրեմ վաղը։ Ցուցանիշները շատ լավ են արդեն։ Ես ինքս էլ հրազդանի բնակիչ եմ, ինձ համար շատ պարտավորեցնող է զբաղվել իմ համակարգացիների առողջությամբ։ Շատ պարտավորեցնող աշխատանքը Հարազատ քաղաքի բժշկական կենտրոնում հնարավոր դարձավ նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով։ Ներքին բժշկություն մասնագիտացումով օրդինատուրան պետության ֆինանսավորմամբ ավարտելուց հետո Մարիամը նույնիսկ 1 օր աշխատանք չի փնտրել։ Ամեն ինչ հստակ էր ի սկզբանե։ Այս դեպքում, ինչպես ասում են, երկուսը մեկում։ Առաջինը ֆինանսավորումը ամբողջությամբ իրականացվում է առողջապահության նախարարության կողմից, որից հետո դու հստակ ուղեգրված գնում ես աշխատանքի, չես տանջվում աշխատանք փնտրելու համար, եւ այդ ամենը բնականաբար ավելի հեշտ է ստացվում։ Հատկապես երբ ավարտելուց հետո գործ ուղղում ես Հարազատ քաղաք։ Ամուսինս եւս բժիշկ է, եւս աշխատում է Հրազդանում, ունեմ փոքր բալիկ, ու այդ շրջանակներում ինձ տրվեց այդ հնարավորությունը էլի հենց Հրազդանում աշխատելու, ոչ թե ավելի հեռու մարզ գնալու։ Այս ամենը հաշվի առնված ու դրված է ծրագրի առանցքում։ Պետք է ձեռնտու լինի թե պետությանը, թե մասնավոր համայնքին եւ թե երիտասարդ բժշկին բոլոր առումներով։ Բժշկական կենտրոնը հագենում է երիտասարդ մասնագետներով, իսկ բուժառուները շատ սիրում եւ գնահատում են երիտասարդ մասնագետներին։ Անկամ որ տեսնում են երիտասարդ ենք, ավելի մեծ ողջավորությամբ են գալիս։ Նպատակային ծրագրի դրական կողմերից մեկը նաեւ որ երիտասարդ մասնագետները մնում են իրենց մարզում եւ ծավալում են իրենց գործունեությունը մարզում, զարգացնելով տվյալ ուղղությունը հենց իրենց ծննդավայրում։ Այդ հիմա է այսպես կարծում բժիշկ լաբորանտ Մանե Գրիգորյանը, միջև նպատակային օրդինատուրա ընդունվելը մտածում էր երևանյան մեծ կլինիկաներում կամ լաբորատորիաներում աշխատելու մասին։ Որ ընդունվեցի, ասեցին կա նպատակային ծրագիր, ասեցի հաստատ Հրազդանում չեմ ուզենա աշխատեմ գոնե ուրիշ տեղ, բայց հետո երբ որ ընդունվեցի այստեղ աշխատանքի հասկացա, որ չէ, Հրազդանում ավելի լավ է ու կմնամ Հրազդանում ու իմ գործունեությունը կշարունակեմ Հրազդանում։ Պետական այս ծրագրով մասնագիտական կլինիկական օրդինատուրան անվճար ավարտելուց հետո Հայաստանի մարզային բժշկական կենտրոններ են գործուղվել շուրջ 500 երիտասարդ բժիշկ։ Եթե նախկինում պարտադիր պահանջ էր տվյալ մարզային բուժկենտրոնում աշխատել 5 տարի, հիմա 3 տարի անց մասնագետը կարող է որոշել մնալ տվյալ մարզում թե ոչ։ Հիմնական աշխատավարձից բացի Սյունիք, Վայոց ձոր, ինչպես նաև Տավուշի ու Գեղարքունիքի որոշ համայնքների բուժկենտրոններ գործուղվելով բժիշկները ստանում են նաև ամսական 150,000 դրամ հավելավճար։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։